Ով ինչ ուզում է, հաչա, քերոփից գործերը միշտ էլ հաչա։ Բարով քերոփ ջան։ Քերոփ ջան, այնքան ես նստել դիվանուն դարել ես դիվանագետ։ Մնում է մենակ ասուլիստաս։ Արա դե ասում ես ցավը տանեմ, սաղորը կամ ֆուտբոլ եմ նայում կամ բոքս։ Դուք մի քիչ շուշուտ եկեք, ոչ չձանձրանամ ախպեր։ Լավ, բջե, այդ հումորը թողենք։ Ուզում եք ինձ աբասնավա տանես։ Ես ձեզ փող եմ տվող։ Ղուրբան, մի հատ կարաս ասես ինձ ինչ ա եղել։ Հետո ո՞վ է քեզի ջղայնացրե։ Բջե, ինձով կարա ջղայնացնի, բացի բոսից։ Լջղայնացրա։ Ախպեր ջան, կարաս մի հատ ինձ նորմալ ասես։ Ինչ ա եղել։ Ես ինչ մոտի տեսքեր է։ Ոնց, բջե դու կուրսի չես։ Վախ օրես արևարա, ես ինձանից տեղյակ չեմ։ Սաղոր ես տամեջ փակված եմ։ Ես ինչ իմանամ դուրս ինչ մուտիտներ ա ֆռում։ Լմի րոպե։ Գողը այկույն դու չես ուղարկե իմ մոտ։ Դե հա ախպեր, այն օրը կանչել էի։ Դե որ դու խնդրել էիր ինձի երեխու մոմենտով։ Կանչել էի, որ հետը խոսայ, երեխուն դնեն քերոպ։ Դաժե իրա մոտից Սլավիկին եմ զանգի ախպեր։ Դե Սլավիկը ինչ ասեց։ Ասեց եթե բջե դու ես գառան տկայնում, ես ոչ մի խնդիր չեմ տենում։ Ոնց բջե, Սլավիկին ասել ես քերոփիկիս համար։ Դե հա, բա այդ եմ ասում քիթ Ղուրբան ջան։ Վիզ եմ դնում մեր երեխու համար ախպեր։ Բա հետո, հլա ասա, արդեն հետաքրքիր է։ Դե հա ախպեր, ինչ պետք էր ասեցի, ներկայացրեցի, Սլավիկն իրա դաբրոն տվեց ախպեր։ Ոնց, հաստատ։ Ղուրբան, չեմ չոգում, իմ խոսքի վրա կասկածում ես։ Լսի բջե, քո խոսքին մեկը կասկածի, իմ հետ հարց կունենա։ Չէ բոս։ Հա ցավը տանեմ։